Սիրով ողջունում ենք ձեզ մեր աղջկական եթերից եւ առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետեւ այսօր ձեզ համար պատրաստել ենք շատ գարնանային եւ շատ գեղեցիկ եթեր։ Բայլույս Ելի Ադրինե։ Բարի լույս, սիրելի Սոնա ջան, բարի առավոտ, նաև մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում ենք ձեզ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին։ Այո, արևը դրսում շողում է, ինչը տրամադրություն է ստեղծում, սակայն դեռ այն գարնանային խաբուսիկ եղանակն է, երբ արևը շատ պայծառ շողում է, բայց դեռ ցուրտ է, այնպես որ գարնանային վերարկուները դեռ մի կողմ մի դրեք, անպայման վերարկուով դուրս եկեք տնից, որովհետև վիրուսները հատկապես այս օրերին շատ ուժեղ են եւ պետք է զգոն եւ զգույշ լինել։ Այո, դու իրավացի ես, ես էլ հաստատում եմ քո խոսքը, սիրելիներս, ձեզ հետևեք անպայման, մի խաբվեք եղանակին, ճիշտ է մի նայեք, որ ես արդեն մի փոքր կարճաթև եմ ներկայացել այսօր, բայց դա կապ չունի, իմ հագուստը շատ տաք է, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, դեռ տաք հագնվեք, որևիցե տաք հագուստ կողքի վրա մի թողեք, այնպես որ զգուշ եղեք, հետևեք ձեզ, ձեր առողջությանը, ձեր սննդին եւ իհարկե տրամադրությանը։ Դե ինչ, այսօր արդեն մարտի 25-ն է, օրը 3 շաբթի եւ գնալով պատմության էջեր տեսնենք թե ինչ նշանավոր մարդիկ են ծնվել այսօր։ 1941 թվականի մարտի 25-ին Բեյրութում ծնվել է երգիչ դերասան Մանուել Մենենկիչյանը։ Մանուելի երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռ մանկուց։ Ծնողների հետ Փարիզ տեղափոխվելով սովորել է տեղի երաժշտական դպրոցում։ Սովորել է Դուգլաս Սքոթի մոտ, հաճախել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի դասերին։ 1965 թվականին մասնակցել է երիտասարդ էստրադային կատարողների մրցույթին եւ ստացել առաջին մրցանակը։ 67 թվականին ԽՍՀՄ շրջագայությունից հետո թողարկվում են նրա երգերը ֆրանսերենով։ 67-ից 68 թվականներին Մանուելը ունեցել է մոտ 75 համերգ եւ Խորհրդային Միությունում վաճառվել են նրա ֆրանսալեզու երգերի 2 միլիոն ձայնասկավառակ։ 69 թվականին դարձել է Աթենքի միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր։ Մանուելը հանդես է եկել նաև որպես դերասան, համագործակցել է կոմպոզիտոր Զիադ Ռաբխանի հետ։ Մանուել Մենենկիչյանն ապրում եւ ստեղծագործում է Միացյալ Նահանգներում։ 1944 թվականի այսօրն է ծնվել կոմպոզիտոր Հայաստանի արվեստի վաստակավոր Յուրի Հարությունյանը, 72 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։ Էդվարդ Միրզոյանի դասարանը 67 թվականից աշխատել է Հայ ֆիլմ կինոստուդիայում որպես երաժշտական ձևավորող, ապա երաժշտական խմբագիր, հիմնադրել եւ ղեկավարել է Բրևիս երաժշտական ձայնագրման ստուդիան, հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն։ Այսօր նշանավոր մարդիկ շատ են ծնվել, այնպես որ շարունակում ենք։ Մարտի 25-ը հունահռոմեական ոճի ըմբիշ բազմաթիվ մրցաշարերի չեմպիոն եւ մրցանակակիր 44-օրյա պատերազմի մասնակից Միրան Հարությունյանի ծննդյան օրն է։ 16 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն է, արժանացել է Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման, նաև Երևանի պատվավոր քաղաքացի տիտղոսին։ Շնորհավորում ենք բոլոր հոբելյարներին ու շարժվելով առաջ նշեմ նաև, որ մարտի 25-ը հայ երգերի անզուգական կատարող Նորայր Մնացականյանի հիշատակի օրն է։ Նրա արվեստը շատ ինքնատիպ էր, նախ իր արտասովոր ձայներանգի կատարման ոճի երգացանկի ընտրության իմաստով։ Երգեր կան, որոնք բացի նրանից ոչ ոք չի կատարել, մանավանդ մեր հին քաղաքային ժողովրդական երգերը։ Լինելով բանասեր, պոեզիային գրականությանը շատ մոտ կանգնած անձնավորություն, նա երգն ընտրելիս նախ խորամուխ էր լինում բանաստեղծական խոսքի մեջ, ապա ներդաշնակ զուգահեռ անցկացնում խոսքի եւ մեղեդու միջև, եւ երբ դաշինքը կայանում էր, նոր միայն ձեռնամուխ էր լինում երգի կատարմանը։ Դե ինչ, շնորհավոր ենք նաեւ բոլոր նրանց, ովքեր մեր հեռուստատողների շարքերում տոնում են այսօր իրենց տարեդարձը, մաղթում ենք շատ արևային անակնկալներով լի օր բոլորիդ։ Ես էլ միանում եմ շնորհավորանքներին, այո, իսկապես շնորհավորում ենք, առողջություն ենք մաղթում եւ ամենալավը։ Եվ այսպես շարունակելով ասեմ, որ դեռ խոհանոցում էլ շատ հետաքրքիր է լինելու, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք օրվա ամենահամեղ բաղադրատոմսը։ Այս եւ անակնկալներ Ադրինեն այս բան չի բացում դեռ փակագծեր, այնպես որ այո, շատ սիրելի հեռուստադիտողներ մնացեք մեզ հետ, որովհետեւ իսկապես այսօր շատ հետաքրքիր եթեր ենք պատրաստել։ Բայց այս բան կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն իր ընթացքի մեջ է եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, քանի որ այսօր 3 շաբթի է, պետք է մեր օրը շատ լավ պլանավորել։ Ես իհարկե մաղթում եմ բոլորիս պրոդուկտիվ առավոտ եւ պրոդուկտիվ աշխատանքային օր, իսկ երեկոյի համար առաջարկում եմ, որպեսզի ձեզ հետ վերցնեք Իջևանի գինու գործարանի անմահական գինիները, որոնք պետք դրանք կստեղծեն տրամադրություն եւ իհարկե կխթանեն, որպեսզի ընկերների հետ միասին շատ լավ ժամանակ անցկացնեք։ Իսկ առավոտը պետք է եւ շատ օգտակար է, որպեսզի սկսենք կատնամթերք օգտագործելով անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Իսկ Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ամբողջ աշխարհում հայտնի է իր բարձր որակի համար, հասանելի է արդեն հայ սպառողին, այնպես որ կարող եք այցելել լավագույն սուպերմարկետներ, ապրանքանիշի ամբողջ տեսականին ներկայացված է, կարող եք գնել եւ ձեր գործը կթեթևացնեք խոհանոցում, ինչպես անում է մեր շատ սիրելի Ադրինեն։ Եվ ի դեպ այսօրվա բաղադրատոմսի փակագծերը նա դեռ չի բացել, առաջարկում եմ հենց հիմա տեղափոխվենք խոհանոց եւ հասկանանք թե օրվա բաղադրատոմսը եւ թե Տրամոնտինա ապրանքանիշից ինչ է այսօր նա առանձնացրել օգտագործելու համար։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ Սոնա ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ, անսահման մեծագույն ողջույններ, թե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, թե մեր շրջաններում բնակվող հայրենակիցներին եւ թե սահմաններից դուրս Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, բոլորիդ շատ ողջույններ ենք ուղարկում։ Համբույրներ ենք ուղարկում եւ ասում ենք, որ մենք ձեզ շատ ենք սիրում։ Եվ ի դեպ ասում ենք միացեք մեզ, որպեսզի ունենաք եւ լավ տրամադրություն եւ իհարկե ծանոթանաք օրվա բաղադրատոմսին։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ մի ուտեստ, բոլորիս շատ հայտնի, ծանոթ եւ բոլորիս կողմից շատ սիրված։ Երբեմն նաեւ մոռացված, երբեմն չենք էլ անդրադառնում, ասես այսպես գնում են մեր սննդի ցուցակի ամենավերջին շարքերը նմանատիպ տեսներ, բայց իհարկե առօրյայում շատ հաճախ այդ մթերքները մենք օգտագործում ենք։ Մենք այսօր պատրաստելու ենք ժուլիեն, բոլորիս հայտնի այն ֆրանսիական խոհանոցի շատ գեղեցիկ եւ համեղ ուտեստը, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, բայց շատ հարուստ համ ունի եւ շատ հագեցնող է։ Այսօր ուրեմն պատրաստելու ենք ժուլիեն։ Ժուլիենի համար ինչ է մեզ անհրաժեշտ, սիրելիներս։ Մեզ պետք է հավի կրծքամիս, մեզ պետք է սունկ, պանիր եւ սոխ։ Իմիջիալոց նշեմ, որ սոխը շատ կարևոր դեր է խաղում այս բաղադրատոմսում, այսինքն բավականին չափաբաժնով շատ պետք է լինի, բայց ես այսօր բացառել եմ այն, այսօր չեմ օգտագործելու, բայց դուք պատրաստելիս անպայման օգտագործեք սոխ։ Սոխը պետք է կիսալուսնաձև կտրատել, տապակել մնացած բաղադրիչների հետ, այնուհետև դե բայելել։ Այսօր սոխը բացառում ենք, բայց նկատի ունեցեք, որ պարտադիր պայմանը։ Ուրեմն պետք է օգտագործենք նաև սունկ։ Սունկը կարող եք օգտագործել բնականաբար թարմ վիճակում եւ թե շամպինյոն տեսակը եւ թե այն մյուս տեսակը մի փոքր մուգ շագանակագույն տարբերակը էլի շատ յուրահատուկ այսպես համ է տալիս ժուլիենին։ Ես բնականաբար պետք է օգտագործեմ մեր տարբերակը, որովհետեւ մենք պատրաստի ունենք այստեղ, մեզ ներկայացնում է այս համեղ սունկը, մարինացված սունկը Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որը ունի լայն տեսականի եւ այդ տեսականուց այսօր սունկն ենք օգտագործելու, ինչը շատ համեղ է եւ յուրահատուկ։ Հենց հիմա, հենց այս պահին ես ուրեմն այս ամանի մեջ կջրքամեմ այն, ահա, պատրաստել եմ այստեղ ձեռքի տակ, որպեսզի կարողանամ ջրքամել այն։ Այսպես։ Եվ կտեղափոխեմ մի փոքր ջրքամվի, կտեղափոխեմ ամանի մեջ։ Եվ իհարկե այստեղ ունենք հավի կրծքամիս, ունենք նաև թթվասեր։ Հիմա ասեմ ինչ է պետք։ Մեզ պետք է թթվասեր, չէ, որպեսզի այդ սոուսը հիմքը ստանանք։ Սիրելիներս, կարող եք թե ուրեմն թթվասեր օգտագործել կամ փոխարինել սերուցքով, ըստ ճաշակի, ոնց ձեզ հարմար կլինի։ Եվ այստեղ գրավականը նաև կարագն է, կարագ անպայման պետք է օգտագործենք։ Մի փոքր բուսայուղ տապակելիս եւ իհարկե կարագ։ Եվ չմոռանանք ալյուրի մասին, մեզ այստեղ պետք է լինելու նաև 1 ճաշի գթալ ալյուր։ Ես ալյուրը բերեմ։
Ահա։ Հիմա հագնեմ գոգնոցս եւ սկսենք տապակման process-ը։ Առաջին հերթին ես երևի թե կսկսեմ հավի կրծքամսից, այն պետք է կտրատել, փոքրիկ կտորների վերածել եւ սկսել տապակել։ Եվ իհարկե պանիր ենք օգտագործելու, նաև ամենակարևոր բաղադրիչներից եւ այսպես ասած վերջնական բաղադրիչներից մեկը հանդիսանում է պանիրը։ Գիտեք, որ պանիրը վերջում լցնում ենք մեր ժուլիենի, այսինքն զանգվածի վրա եւ տեղափոխում ենք ջեռոց։ Իսկ ինչի մեջ կպատրաստվի այդ ամենը, ես քիչ ավելի ուշ կներկայացնեմ, որովհետեւ էլի շատ այստեղ կարևոր նոտա կա, կարևոր եւ մատուցման ձևը շատ հետաքրքիր կլինի եւ պատրաստման ձևը, դրա մասին քիչ ավելի ուշ կխոսենք, իսկ հիմա անցնենք առաջ եւ սկսենք մեր աշխատանքը։ Ես պետք է թավան բերեմ։ Ահա, եւ սկսենք հավի կրծքամիսը կտրատել։ Մի փոքր կարելի է մշակել այս հատվածները, որոնք յուղ են պարունակում կամ ավելորդություններ են, բնականաբար պետք է հեռացնել։ Եվ իհարկե շարունակել գործը։ Ահա։ Ինչը որ ինձ կխանգարի, ես կհեռացնեմ։ Այսպես։ Սա։ Մինչ կտրատելը ես իհարկե կարող եմ թավան տաքացնել։ Այսպես ավելացնեմ բուսայուղ, շատ քիչ բուսայուղ։ Եվ իհարկե կարագ։ Ինչպես նշեցի, այստեղ շատ կարևոր է կարագ օգտագործելը։ Թողնենք մի կողմի վրա, որովհետև դեռ աշխատանք ունենք անելու եւ իմիջիալոց նշեմ, հավի կրծքամիսը երբ կտապակեմ, կհանեմ թավայից եւ հետո նորից նույն ձևով կտապակեմ սունկը։ Ողջույն Սոնա ջան։ Ողջույն։ Ողջույն սիրելիս։ Ես շատ սիրում եմ ժուլիան եւ շատ ուրախ եմ, որ քո պատրաստած ժուլիենն եմ այսօր համտեսելու, որ կրկնակի հաճելի է դա։ Շնորհակալ եմ Սոնա ջան, հուսով եմ հուսախաբ չեմ անում։ Ես վստահ եմ, որ չես անի։ Եվ փոքրիկ գաղտնիք եմ եկել բացելու հեռուստադիտողների համար, որովհետեւ առավոտյան երբ ինձ պատմեցիր այդ մասին, ինքը այսպես փոճորիկ, բայց շատ ուշագրավ փաստ է, որ շատ ուշ ժամի ես որոշել, որ ժուլիան ես պատրաստելու։ Ադրինեն առավոտյան պատմում է, որ քնած ժամանակ, այսպես քնելուց առաջ որոշել է, որ այսօրվա համար շատ համապատասխան կլինի ժուլիանը եւ ինձ թվում է, այո, իդեալական է եւ քանի որ առաջիկայում ունենք Սուրբ Հարության տոնը եւ քիչ-քիչ պետք է մոտենանք արդեն տոնին, կարծում եմ այդ վերջին շաբաթը կլինի շատ այսպես Սուրբ Հարության տոնին պատրաստությունների համապատասխան ուտեստներ։ Այո, իհարկե, անշուշտ կլինի այդպիսի մոտեցում։ Ես դեռ մի քանի անգամ փորձելու եմ մինչ հարության տոնին մոտենալը կփորձենք նաև պահքային կերակուրներ առաջարկել անպայման, ինչպես երեք։ Իմիջիալոց Սոնա։ Այո։ Չմոռանանք նշել, որ ես երեք ասել էի մեր հեռուստադիտողին, մենք, եթե հիշում է հեռուստադիտողը, մենք պատրաստեցինք պահքային տոլմա։ Այո։ Իսկ եթե կային մարդիկ, ովքեր մեզ հետ չէին երեք, իմացեք, որ մենք պահքային տոլմա ենք պատրաստել երեք թփով եւ իհարկե բլղուրով։ Հիմքը բլղուրն էր։ Եվ ես նշեցի երեք, որ այն պետք է ճաշակել սառը վիճակում, ինչպես պասուստոլման։ Չէ, մշտապես պասուստոլման բնականաբար սառը տարբերակով ենք ճաշակում։ Եվ մենք այսօր, մենք երեք չենք, այսպես ասած, նույնիսկ չենք մոտեցել մեր տոլմային, թողել ենք սառել է, եւ այսօր բոլորովս պետք է ճաշակենք նաեւ դա։ Ես անպայման վերջում կմատուցեմ էլի այդ տոլման եւ այս համեղ ուտեստի հետ իհարկե կմատուցենք։ Եվ իհարկե ընթացքում էլի կանդրադառնանք պահքային կերակուրներին եւ տոներին մոտ արդեն կսկսենք պատրաստվել, նախապատրաստվել հարության տոնին։ Ինչի, չգիտեմ,
այսպես կարևորությունը շատ մեծ է, գոնե քրիստոնյա ժողովրդի համար, հայ ժողովրդի համար սա շատ կարևոր տոներից մեկն է եւ մենք պետք է շատ գեղեցիկ իհարկե պատրաստվենք, իհարկե լավ կլինի, որ այդ ընթացքն էլ գեղեցիկ անցնենք։ Ես անձամբ, ինչպես նաեւ դու գիտեմ, փորձեցինք այս ընթացքում գոնե մեզ մեղմ պահել, այսպես ասած, փորձեցինք եթե սննդով ոչ, ապա գոնե հոգևոր աշխարհում բայց դեռ փորձում ենք, որովհետեւ ընթացքի մեջ է պահքի շրջանը, իհարկե չի ավարտվել եւ այս ընթացքը փորձում ենք հենց գոնե շեղումներ շատ չլինեն։ Չեմ ասում, որ բոլորովին չի լինում, բայց փորձում ենք շատ չլինի այդ ամենը, մի փոքր մեր վարքագիծը ճշտել, ավելի դրական ու ճիշտ դարձնել այն եւ ինչը վերաբերվում է սնունդին, բնականաբար պարտադիր պայման չէ պահքը պահել, մենք բազմիցս դուք բազմիցս մեր հյուրերի հետ այո այս մասին խոսել եք, բայց դե եթե կան մարդիկ, ովքեր այդ կամքի ուժը եւ այդ հնարավորությունը ունեն պահքը ճիշտ ձևով պահել, միայն ողջունելի է։ Այո, իհարկե, բայց ամենակարևորը պահքի շրջանում, երբ միայն սնունդով ես պահքը պահում, դա հաճախ նշում ենք, որ ուղղակի սննդային դիետա է լինում, այնպես որ պահքը շատ ավելի խորը եւ շատ ավելի գեղեցիկ խորհուրդ ունի, ինքնամաքրման, ինքդ քո բացասական դրսևորումները վերանայելու եւ շտկելու եւ այսպես շարունակ, այնպես որ այս շրջանը կարելի անպայման օգտագործել սեփական վարքը, սեփական հատկանիշները վերանայելու համար։ Հետո նոր վերջում, ամենավերջում սնունդին անդրադառնալ սնունդին։ Այո, շատ կարևոր բան նշեցիք։ Ես իդեպ անցած տարի պահքը սննդային առումով չեմ պահել եւ ինձ համար առանձնացրել էի այն բոլոր հաճելի ուտեստները, օրինակ գազավորված ըմպելիքներ, որոնք ես շատ եմ սիրում եւ պահքի շրջանում չօգտագործել, այո։ Փորձել ամբողջությամբ պահել եմ, ընդհանրապես չեմ խախտել եւ պահքի ավարտից հետո մոտավորապես 5-6 ամիս ես գազավորված ըմպելիքներ չէի օգտագործում, այո, կարիք չունեի, այդպես արդեն ետ էի վարժվել։ Հետո քիչ-քիչ հետ վերադարձանք հին տներ եւ էլի սկսեցի օգտագործել, բայց եթե ունեք իմաստը այս ամենի այն է, եթե ունեք վատ սովորություններ կամ սովորություններ, որոնք գոնե թե ձեզ խանգարում են, կարող եք այս շրջանը օգտագործել դրանցից ձերբազատվելու համար եւ հոգևոր աշխարհի մարդիկ հաճախ նշում են, ինչն է ինձ ուրախացնում, որովհետև մեր իրականությունում երբեմն այդ պահքի շրջանը ընկալվում է որպես այսպես դաժան, սահմանափակումներով լի ժամանակահատված, բայց շատ սիրում եմ այդ խոսքը, երբ քահանաները, տեր հայրերը նշում են, որ պահքը ամենաուրախ եւ ամենաերջանիկ ժամանակահատվածն է մարդու կյանքում, որովհետեւ ստիպում է վերանայելու եւ ժամանակ գտնելու այս խառը եւ արագ աշխարհում դեպի քեզ վերադառնալ եւ դեպի Աստծուն վերադառնալ, ինչը կարծում եմ հրաշալի է։ Օ, մարմինս փշաքաղվեց, շատ ճիշտ ես ասում, շատ կարևոր, այո, շատ կարևոր ընթացք է, ոչ սննդի առումով, այլ հոգեպես մաքրվելու, այո, Աստծուն ավելի մոտ կանգնելու եւ արժեքներին ավելի մոտ կանգնելու, իսկ մնացած բաները հատկապես այն ինչ որ աշխարհիկ է, աշխարհիկ հաճույքներից գոնե կարողանալ մի փոքր զերծ մնալ, դա էլ շատ լավ կլինի, բայց իհարկե մարդ իր էությամբ դե մի փոքր անկանխատեսելի է, պահի տակ չգիտես ինչեր է պատահում, բայց պետք է կարողանալ կառավարել այս ամենը։ Դե ինչ մենք շարունակենք այս ընթացքը եւ հեռուստադիտողների հետ կարճատև դադար ունենանք, որից հետո կողջունենք եւ կզրուցենք այսօրվա մեր առաջին հյուրի հետ։ Շատ բարի, մնացեք մեզ հետ։ Եվս մեկ անգամ բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն իր ընթացքի մեջ է եւ շատ հետաքրքիր աշխատանքի մասին ենք խոսելու այս պահին։ Ջեսահի սպանություն դրախտում վեպը պատմություն է բարու եւ չարի բախման, վախի եւ հուսահատության մեջ հույսի փնտրտուքի մասին։ Իրադարձությունները զարգանում են հետադարձ անդրադարձումներով եւ ամեն քայլափոխին ճշմարտությունը դառնում է ավելի վտանգավոր, քան ցանկացած սուտ։ Եվ մեր տաղավարում իհարկե հյուրընկալել ենք գրող Ջեսահին Գևորգ Սահակյանին, բարի լույս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ եթերի հնարավորության համար։ Ես շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում, որովհետև շատ հետաքրքիր եւ գրավիչ է արդեն վերնագիրը եւ մի քիչ մինչեւ եթեր իհարկե զրուցեցինք նաեւ ժանրային առումով, բայց գանք սկզբից։
Ոնց եկան գրքի մտքերը, ինչից հետո եկան, ինչ որ ոգեշնչման աղբյուր եղավ, թե սեփական կյանքից ինչ որ Փորձեմ հակիրճ գրքի սյուժեն պատմել, դրախտում սպանություններ են լինում եւ քանի որ հրեշտակները ձեռբազատված են, հա, մարդկային տկարություններից կամ իրենց մտքով ուղակի չի կարող անցնել, թե ինչը կարող է դրթել մարդասպանության, իրանք գնում են դժոխքից օգնության են կանչում հայ ազգի քննիչ Մել Սիսայանին։ Ինքը գնում է հետո դրախտ, ոնց ասում է որ բացահայտեմ, հետ են ուղարկել ուտեղ իհարկե զարգացումներ են լինում, բայց այսօր ես էլ եմ մտածում, թե ինչից հետո միտքն առաջացավ, երևի Էկոյի մոտ մի միտք կարդացի, Ումբերտո Էկոյի Վարդի անունը վեպում, այդտեղ շատ հետաքրքիր նկարագրություն կար, ասում է Հիսուսին երբևէ չեմ պատկերել ծիծաղելիս, ոչ տեքստերում, ոչ նկարներում, ու դրա մասին փորձում էր բացատրել, թե ինչու, էլի, որովհետև ծիծաղը ինչ է, երբ ենք մենք ծիծաղում, երբ որ ինչ-որ բան են մեզ ասում, որ մենք չենք սպասում, զարմանում ենք կամ չգիտենք ուղղակի, եթե դու ամեն ինչ գիտես, էլ հումորի վրա էլ ինչու ես ծիծաղում։ Կամ հաճելի իրադարձությունից հետո։ Այո, հա, իսկ քեզ պետք է ինչ-որ մի բան զարմացնի, ու ասում է Հիսուսը չէր ծիծաղում, նա ժպտում էր։ Այսինքն ծիծաղը այստեղ բացահայտում անելու անկարողության վկայությունն է նաև, այսինքն դու ամեն ինչ գիտես ու հետևապես դու ինչ ես էլի բացահայտելու։ Կերպարները հայեր են։ Կերպարները մենակ Մելսն է հայ, ունդեղ հետո արդեն Մելսը որ հայտվում է այնտեղ իր հետ նաև դրախտ է տանում հումորը, հա, այնտեղ դե այս ամեն ինչի զարգացումը տանում էր նրան, որ հրեշտակապետները իհարկե հումոր չեն անում, քանի որ նրանք կատարյալ էակներ են, հա, պայմանական օրինակ բերեմ, հենց գիտա-ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում, չէ՞, մենք որ այլ մորակայինները գալիս են, նոր քաղաքակրթություն է ավելի զարգացած, իրանք կարծես էլի չեն ժպտում, որովհետև նրանք էլ էլի ամեն ինչ գիտեն, ամեն ինչից տեղյակ են ու այս տրամաբանության մեջ է, էլի։ Իսկ քանի որ Մելսը արդեն այդ ամեն ինչից հեռու է, հա, հայ իրականությունից է գնում այնտեղ, ինքը կարող է էլի մտածել ինչպես մարդասպանը, մտածել ինչպես գողը ու այդ զարգացումներն ունենալ։ Շատ հետաքրքիր է, այսպես աղբյուրից է ոգեշնչումը եւ ինձ հետաքրքիր է հիմա փողոցում երբ քայլում եք ավելի շատ եք ուշադրություն դարձնում մարդիկ ժպտում են թե չէ կամ որևէ տեղ ինչ որտեղ ժպիտը իհարկե ժպիտը ծիծաղը բնորոշ է ու այտենց մի քիչ հայերին ավելի մունաթն է բնորոշ կարծում եմ։ Դա էլ կա իհարկե, նորը մեկ էլ մտածում եմ, ասում եմ, եթե նորից վերնագրեի գիրքը հնարավոր է լիներ սպանությունն ու հումորը դրախտում, որտեվ հենց զարգացումն էլ նրան է գնում, որ վերջում արդեն այդ հրեշտակապետներն են հումորներ անում։ Ինքն ինչ-որ փոփոխություն Մելսը իր հետ տարավ, էլի։ Ավելի հետաքրքրացավ հիմա ինձ համար գիրքը։ Թե արդեն ինչ զարգացումների կտանի այդ։ Իսկ դրախտը ինչպես եք պատկերացնում եւ ինչպես եք պատկերել գրքում, ինչ տեսք ունի ձեզ համար դրախտը։ Դե շատ գործեր եմ իհարկե կարդացել, որպես պաշար, որ ինձ օգնեն այդ աշխարհը ստանալու, լինի դա Դանթե Ալիգերի աստվածային կատակերգությունը կամ Ջոն Միլթոնի Կորուսյալ դրախտը, միֆերի ուսումնասիրությունն է մի շրջանում ինձ բավական հետաքրքիր է, այնտեղ Քեմբելի գործերը, Բարտի, Լոսևի եւ մյուսների, հա, Շտայների, որ դու այդ ամբողջը կարողանաս կառուցել, պատկերես։ Այդտեղից եմ վերցրել որոշ զարգացումներ եղել են, պայմանական կարմիր գույն այնտեղ չկա, ոչ միտեղ չեմ հանդիպել, բայց տենց փորձել եմ գրել ու այդ սպանություններն որ լինում էին, այնտեղ կարմիր գույն էին տեսնում, ասում էին սա ոնց է կարողացել ստեղծել, հա, որովհետեւ կարմիրը դրախտում էս պարագայում բացակայում էր։ Լավ, սա ձեր երրորդ գիրքն է, գանք սկզբից, խոսեցինք երրորդի հետևից եկանք, բայց ամեն դեպքում նախորդ երկուսի մասին, որոնք եւս վեպեր են, կխնդրեմ էլի մի փոքր պատմեք։ Առաջին գործը 20 թվականին էր հրատարակվել, կոչվում էր Անանկենթան, արժանացել է լավագույն վեբ մրցանակին Ստեփան Ալաջաջյանի անվան, երկրորդը գրեցի Մեծ մութներ, 22 թվականին էր, ամենափորձառական գործն է այս երեքից, մեկ պարբերություն է 300 էջ, փորձել եմ մի շնչով դες գրել թեպետ 2 տարի ժամանակ խլեց, էլի իհարկե ինձ առավոտյան այդ արթնության 8 վայրկյանի մասին է, երբ որ դու արթնանում ես, ես հետ այդ քո աշխարհը բերում ես, իրաց գրքեր, հիշողություններ, հուշեր, պատկերացումներ եւ այլն։ Մի որոշ ժամանակ երազներն էի ուսումնասիրում, էլի գրքեր էի կարդում, որ փորձեմ այդ իրականությունը հնարավորին ճիշտ նկարագրել, դրանից հետո արդեն այս մեկը գրեցի։ Այս էլ այդ միտքը տենց խառը տեղերից եկավ դետեկտիվ ժանրի, բայց ավելի շատ անձի դետեկտիվ փորձելով եղած կանոնները մերժել, հա։
Երկրորդ գրքի հետքերով գնալով օրինակ դուք առավոտյան երբ արթնանում եք, ինչպես է ձեր առաջին այդ 10 վայրկյանը Շատ ծանր։ Իրոք։ Անգիստ բարկացած մեկը զարթնում ես էլի օքսեր, հույսեր, մի խոսքով ասում ես լավ չէր քնեի, էլի այդ դժկամությունը կա իմ մոտ արթնանալու, ինչն էլ այդ երկրորդ գրքում իր անդրադարձը իհարկե գտել է։ Բայց լավ չի որ արթնանում եք, լավ չէ լինի որ չարթնանեք։ Չի ասի, հա իհարկե լավ չի լինի, բայց այդ սկզբում անտանելությունը ունես, ուզում ես էլի մի քիչ էլ քնես այդ կոմֆորտ զոնայի մոտ մնաս, դե մարդ միշտ ուզում է իրան հաճելի հետ տակ անկողնում պարկած մնա կամ տնից դուրս չգա, ամենայն դեպս ինձ մոտ է այդպես, բայց դե հա այտենց ամբողջ կյանքը չես քնի էլի։ Իսկ ժամանակից աշխարհի գործողություններին համահունչ է ձեր առավոտը, այսինքն վերցնում եք հեռախոս առաջինը ձեր ձեռքը, թե սուրճով է սկսվում առավոտը։ Երևի թե վերցնում եմ, որովհետև զարթուցիչը պետք է անջատեմ։ Դրանից հետո կարող եմ երկու լուր կարդամ, երևի հա նման եմ մյուսներին այս մասով։ Գնաս թեյ խմես առավոտյան կամ սուրճ։ Բայց ես կարծում եմ ձեր առավոտը բարթացնում եւ այդպես ծանրացնում է լուրեր կարդալը։ Եթե օրինակ որ սկսել եմ որոշ ժամանակ չկարդալ, դա ավելի կթեթևացնի առավոտը վստահաբար։ Այո, հա, որովհետև շատ ծանր է այդ լուրերի այդ ընդհանուր այդ ինֆորմացիոն հոսքերը մի որոշ ժամանակ էր, մի 7 տարի սոցիալական կայքերում էլ չկա եւ ագին հանգստացել է այդ շրջանում, այդ ամեն ինչից կտրվելով, այդպես վերջերս այս գրքի լույս ընծայման բերումով Instagram-ում գրանցեցին ընկերներս, ասեցին ճիշտ է սա։ Այո, սեփական փորձով, երբ լուրեր կարդալը հանում ես օրակարգից, ասես ստաբիլ կարդալը, շատ թեթևացնում եւ ավելի դրական գիծ է հաղորդում։ Դա շատ ժամանակ է ունենում, զուտ ասենք։ Ավելի կարևոր գործերով զբաղվելու համար։ Գործնական առումով որ նայես, հա։ Ջեսահի, արդեն նախապես ինձ համար պարզաբանեցիք, որ Գևորգ Սահակյանի այդպես տառերն եք վերցրել եւ ավելի հետաքրքիր փորձել եք ներկայանալ։ Միտքը միանգամից եկել է, թե ինչ որ բառախաղերի արդյունքում վերջնական տարբերակն է եղել Ջեսահին, թե հենց ի սկզբանե մտածեցիք Ջեսահի ու մնաց։ Կեղծանուն վերցրել մի քանի պատճառ ունեցել, առաջին երևի ինձ համար ամենակարևորը ինքնությունների զանազանումն է, որ միտեղ լինես արձակագիր, միտեղ, հա, ասենք դասախոս, միտեղ աշխատող, դու ոնց որ ամենտեղ քո տարբեր ինքնություններ ունես, այդպես ավելի հեշտ է։ Երկրորդը ավելի մարքեթինգային նկատառումներից ելնելով, երբ որ գրես Գևորգ Սահակյան, բոլորին հայտնի է, հա, դու մեր ժամանակակիցն է, հայ է մի խոսքով, իսկ այսպես հարց է առաջանում, հայ է, հայ չի, չգիտեմ, Ասիայից է, Եվրոպայից է, արաբ է, չգիտենք ով է, էլի։ Բայց անվանը սկզբնատառերն են, այդտեղ Գևորգ Սահակյան ուղղակի գնջ եմ սարքել, համ ավելի այտենց ականջին հաճելի է, համ էլ խորհրդավորություն ունի։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում, երբ ես թվարկում էի իմ ուսումնական ուղին, այսպես ասած, ինքն էլ շատ երկար է, ճիշտ է, ձերը մի քիչ իմ ուսումնական ուղուն գերազանցած, ձեր սովորելու տարիները ավելի երկար էին, ինչքան հասցրել եմ ծանոթանալ, բայց ինձ միշտ բոլորը անդադ ասում էին, ինչքան կարելի է սովորել, կամ ինքը չի հոգնածնում, կամ ինչ որ միտեղ ինքը չի ավարտվում, ես մտածում եմ, որ չի ավարտվում, ամեն դեպքում որքան ապրում ենք, այդքան պետք է սովորենք, բայց ձեզ մոտ շատ ավելի տարբեր էին ոլորտները ուսումնասիրության, իմն էլ են տարբեր, բայց երկու տարբերություն կա, էլի մի ուղղությամբ հոգեբանությունն է, մյուս ուղղությամբ բանասիրությունը, հաղորդավարությունը, լրագրությունը, որոնք ավելի փոխկապակցված են, ասես մոտ շատ ավելի տարբեր են։ Հիմա գանք այս հետաքրքրությունների մասին, ոնց գնացիք, որտեղից ուր գնացիք եւ ամեն դեպքում որն է ամենաշատը ձերը։ Գիտեք, երևի ոնց ինքնություններս եմ ուզեցել բաժանել, այնպես էլ իմացությունը, հմտությունները կամ թեկուզ նոր բան բացահայտելու մղումն է երևի դրթել անընդհատ ինչ-որ նոր մասնագիտության հետևից գնալ, բայց երևի թե ամենակարևորը է սովորելու ցանկությունն է, որ հետո հմտություն է դառնում, այսինքն կյանքի մնացած բնագավառներում էլ դու արդեն գիտես ինչպես խնդրին մոտենալ, ինչպես արձագանքել, հա, ինչ ուսումնասիրել, թեկուզ հիմա այստեղ հա դժոխք ու դրախն է պատկերված, բայց նախընթաց փորձ պետք է ունենաս, պետք է կարդաս, ինչ որ համախմբես ու գրես։ Երևի գրականությունը ամենահարազատն է եղել, արևելագիտականում եմ սովորել, բակալավրը, մագիստրատուրան, հետո պաշտպանեցի արտգրականության խորհրդում, որից հետո ուզեցի ոլորտս փոխեմ, քաղաքագիտություն ընտրեցի ամերիկյան համալսարանի, հետո միգրացիան ինչ-որ մի բան ինձ շատ հետաքրքրեց ու այդ ուսումնասիրելու համար արդեն շարունակեցի դրսում։ Հա, դրսում սոցիոլոգիայի ֆակուլտետում միջազգային միգրացիա եւ հանրային քաղաքականություն
Դե հետո ասացի, որ անիմաստ շատ ժամանակ ես ծախսում։ Իրականում, բայց էլի շատ կրթության ժամանակ հատկացնել է այդքան իմ գնահատմամբ լավ գործ չէ, ավելի լավ է դու աշխատանքային փորձ կուտակես, հետո ընթացքում տեսնես քեզ որ ոլորտն է հետաքրքրում նոր շարունակես։ Դրսում օրինակ այդ gap year ասվածը կա, դու 1 տարի դադար ես տալի, որ հասկանաս քոնը որն է։ Դրանից հետո ասացի ավելի լավ է արդեն աշխատանքային շուկա չտնես միջև էլ դասախոսայի։ Ես կարծում եմ ավելի լավ է համատեղել երկուսը, եւ ուսումը եւ փորձնականը, այսինքն պրակտիկ գործունեությունը, այդ դեպքում ավելի ամեն ինչ իդեալական կլինի։ Վերջին հարցին շատ կարճ կխնդրեմ պատասխանեք, որովհետեւ ցավոք մեր ժամանակը սպառվում է։ Դրսում սովորելու փորձը ինչ տվեց եւ ինչ կբերեիք մեզ մոտ կրթության առումով, որովհետեւ ոլորտը մեզ մոտ ցավոք սրտի շատ բացեր ունի եւ փորձենք մի քիչ նույնիսկ ուղղորդել կամ հասկանալ։ Շատ բաներ իրականում փորձել եմ ներդնել այստեղ, օրինակ այնտեղ քննությունները կոդավորված են, դու չգիտես ում գործն ես ստուգում, այդպես ավելի արդար է, ավելի օբյեկտիվ է լինում, կամ դասապլանի առկայությունը, որ ուսանողները ի սկզբանե իմանան, թե ինչ են անցնելու, հա, դու սկզբում ասում ես 15 դասից է բաղկացած ես առարկան անցնելու ես, դա տարբեր բաներ կան, երևի սեմինարներ, քննարկումներ, լեկցիաներ, դրանց համադրությունը եւ իհարկե ոչ լեկցիա թելադրել է, էլի ինչ որ մի պահ կար մեր համալսարանում, հիմա բայց գիտեմ այդպես չի, ինչը շատ լավ է։ Այսինքն սենց շատ զգալի առաջին հայացքից մեծ տարբերության չեք բախվել, որ սենց միանգամից կպատմեիք հիմա դրա մասին։ Դե մեր կրթական համակարգը եւ արտասահմանը մի փոքր տարբեր է, քանի որ նախընթաց փորձ ունեցել էի ամերիկյան համալսարանում, դրան սովորել է, այսինքն ամերիկանում գնալ է երևի ավելի բարդ փորձառություններ, քան հետո դրսում սովորելը, բայց կարծես սովորել է, հետո ստեղ այնքան են տալի կարդալը, որ գնացել է այնտեղ սովորական էր դարձել, էլ խնդիր չէր։ Շատ լավ, ես ես մեծ հաջողություններ եմ մաղթում, նորանոր ստեղծագործություններ եւ մեր գործընկերոջ Իջևանի գինու գործարանի կողմից նվիրում եմ Ռոզե Սափոր գինին եւ առաջարկում, որպեսզի ձեր ոգեշնչումը նաեւ գինու միջոցով գտնեք եւ Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից ձեր իհարկե գրքի վերնագրին համահունչ է, բայց իրեն օգտագործում ենք խոհանոցային պարագա, որը կթեթևացնի եւ ավելի հաճելի կդարձնի խոհանոցում գործը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն առավոտը ինձ սկսելու համար։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ ժուլիեն ուտեստը, որը շատ բոլորիս կողմից սիրված է եւ բաղադրիչները ասեմ թե ինչ է մեզ պետք է հավի կրծքամիս, այստեղ ունենք արդեն կտրատված սունկը, թթվասեր, պանիր, կարագ, ալյուր ենք օգտագործելու եւ այս ամենը դեռ պետք է այսպես process անցնի եւ ես սունկը պետք է դեռ տապակեմ գինով, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի ընթացքին ծանոթանաք։ Ինչպես ամենասկզբում նշեցի, այստեղ սոխի առկայությունը շատ կարևոր է։ Ժուլիենը երբ պատրաստում ենք, բավականաչափ սոխ է մեզ անհրաժեշտ։ Ես այսօր բացառել եմ դա, բայց ոչ մի բան չի նշանակում դուք պատրաստելիս անպայման օգտագործեք։ Հիմա տապակվում է հավի կրծքամիսը, այստեղ մենք պետք է ավելացնենք որոշակի համեմունքներ։ Ժուլիենը ընդհանրապես ավելորդ համեմունքներ, այսպես ասած, չի սիրում, իրեն միայն պետք է աղ եւ սև պղպեղ։ Միայն ես իմ կողմից հավելում եմ անում, ախր չեմ կարող առանց հավելումների։ Մի փոքր հավի կրծքամսին ավելացնում եմ խմելի սունելի, որովհետեւ այս բոլոր բաղադրիչները շատ համահունչ են այս համեմունքի հետ։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս ցանկության պարագայում ավելացնել խմելի սունելի։ Իսկ եթե ուզում եք այսպես զերծ մնալ, ապա միայն սև պղպեղ եւ աղ։ Ավելացնեմ նաև սև պղպեղը եւ իհարկե աղ։ Իմիջիալոց սիրելիներս նշեմ, որ այս մենք հակված ենք ժուլիեն, որ ասում ենք, հասկանում ենք այս տարբերակը, բայց ժուլիեն ընդհանրապես նշանակում է շատ
բարակ շերտերով կտրատված բանջարեղեն։ Ժուլիենը ընդհանրապես ֆրանսիացի կնոջ անուն է, որը չգիտեմ ոնց եթե չեմ սխալվում 1722 թվականին ֆրանսիացի խոհարարը որոշել է այդ կտրատված բանջարեղեններին տա Ժուլիեն անունը։ Այնպես որ իմացեք ընդհանրապես եթե շատ խորանանք եւ գնանք դարեր առաջ, Ժուլիենը վերաբերվում է շատ բարակ շերտերով երկարությամբ կտրատված յուրաքանչյուր բանջարեղենին, բայց ինքը դարերի եւ տարիների ընթացքում դարձել է այսպիսի ուտեստ եւ շատ տարածվել է, հատկապես նաեւ ֆրանսիական խոհանոցում շատ տարածված է այն, այնպես որ շատ հետաքրքիր սա բացահայտում էր, ինձ համար էլ էր բացահայտում, որովհետեւ սովորաբար մենք մշտապես եթե ասում են Ժուլիեն, ուրեմն հասկանում ենք այս ուտեստը, բայց արի ուտես ուրիշ բան է նշանակում։ Այսպես ուրեմն համեմեցին հավի կրծքամիսը, մի փոքր կտապակվի եւ ես կառանձնացնեմ, այսինքն թավայից կհանեմ այն եւ կսկսենք տապակել մեր սունկը, ինչը էլի շատ կարեւոր բաղադրիչ է այս ուտեստի մեջ։ Արդեն բավական է, կարծում եմ, ես կարող եմ այն հանել թավայից, լցնել ամանի մեջ եւ անցնել մյուս գործողությանը։ Նույնիսկ կարող ենք այսպես անել, որ ավելի արագ ստացվի։ Հիմա սիրելիներս, ինչ ենք անում։ Էլի մի փոքր բուսայուղ ենք ավելացնում։ Ավելացնում ենք էլի կարագ ու սկսում ենք տապակել մեր սունկը գինիով։ Սիրելիներս, քիչ հետո մենք կհանդիպենք այս պահին դադար մեր եթերում դուք չհեռանաք, մնացեք մեզ հետ։ Բայլույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին։ Hill սպորտային համալիրում կա 73-ից ավելի խմբային մարզումներ, որտեղ կարող եք գտնել ձեր նախասիրելին եւ իհարկե մարզումը կլինի եւ շատ հաճելի եւ շատ օգտակար։ Այսօր եւս տեղափոխվում ենք Hill սպորտային համալիր տեսնելու թե ինչ ենք բացահայտում ձեզ համար։ Приветствую всех любителей волейбола здесь, в Армении, в Ереване. Я очень рад тому, что мы начали наконец-то тренироваться здесь, в замечательном комплексе, спорткомплексе Hills. Разрешите представиться, меня зовут Степанян Хачатур, я мастер спорта по волейболу, победитель мировой лиги 2011 года в составе сборной России, победитель Лиги чемпионов, победитель Кубка России. Я буду рад видеть всех на тренировке по волейболу. Что здесь у нас? У нас здесь прекрасный зал, отличная атмосфера. Ребята дружные, команда, которая хочет двигаться вперед, расти и становиться лучшими в своем деле. Все, кто хочет понять, что такое волейбол, все, кто хочет немножко прикоснуться к этому, все, кто уже занимался этим, все, кто хочет попробовать, добро пожаловать к нам.
самое основное, что дает волейбол, это настроение, это атмосфера, это физическая форма и командный дух. Вместе, дружно мы идем вперед, вместе, дружно стараемся по полной программе, развиваемся и идем по жизни. Рад буду видеть всех, рад буду со всеми поработать. Приходите, будет отлично, будет интересно. Հրաշալի տարբերակ թե ձեր եւ թե ձեր երեխաների համար իսկ Hill սպորտային համալիրում աշխատում են միայն պրոֆեսիոնալ մասնագետներ, այնպես որ անպայման վստահեք ձեր մարզումները հենց Hill սպորտային համալիրի պրոֆեսիոնալ մասնագետներին։ Իսկ մենք տեղափոխվում ենք Խոհանոց, որովհետեւ մեր Խոհանոցում պրոֆեսիոնալ մասնագետը մեր շատ սիրելի Ադրինեն է եւ նա այսօր մեզ համար պատրաստում է Ժուլիան։ Ադրինե, շնորհակալ եմ Սոնա ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստատողին, սիրելիներս եւս մեկ անգամ ողջունում եմ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա համեղ բաղադրատոմսը, իսկ ինչ ենք պատրաստում այսօր, պատրաստում ենք ժուլիեն։ Սիրելիներս շատ համեղ, շատ հագեցնող, շատ յուրահատուկ ուտեստ։ Ճիշտ է, այս բաղադրիչներով մշտապես մենք առօրյայում շատ օգտագործում ենք, բայց այս համադրությունը շատ գեղեցիկ է։ Ինչ ենք անում այս պահին։ Սունկը տապակվում է, ես այստեղ պետք է ավելացնեմ մի քանի համեմունք, այսինքն մի քանի համեմունք ասելով նկատի ունեմ սև պղպեղը, անպայման սև պղպեղ ենք ավելացնում եւ մի քիչ էլ աղ, այսպես, եւ նշեմ մեկ անգամ եւս, որ հավի կրծքամսի վրա ավելացրել էի սև պղպեղ, աղ եւ խմելի սունելի։ Ահա, հիմա ավելացնելու ենք մեր գինին։ Ինչպես նշեցի, ես ուզում եմ սունկը տապակեմ գինով, որը շատ ավելի հարուստ եւ համեղ համ կփոխանցի եւ իմիջայլոց նշեմ, որ գինին մեզ տրամադրում է Իջևանի գործարանը, գինու եւ պահածոների գործարանը եւ այսօր ես օգտագործելու եմ սպիտակ գինի, ինչը շատ յուրահատուկ կդարձնի մեր ուտեստը եւ նաեւ սունկը, այս երկու բաղադրիչը հենց այս պահին մեզ տրամադրել է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, ինչի համար շատ շնորհակալ ենք, որ մեր այսօրվա ուտեստը այսքան հարուստ եւ հետաքրքիր է դարձրել։ Ահա ավելացնում եմ գինին։ Կրակը մի փոքր կբարձրացնեմ։ Խառնենք։ Այնպես անուշ է բուրում, գինին ամբողջությամբ իր բույրը տարածեց եւ վստահ եմ շատ յուրահատուկ համ կտա մեր սնկին։ Իհարկե այստեղ պետք է ավելացնենք սիրելիներս 1 գթալ ալյուր, ինչպես նշել էի, որ այս ուտեստին պետք է 1 գթալ ալյուր ավելացնեմ։ Էլի խառնենք եւ այստեղ ավելացնենք արդեն մեր թթվասերը։ Այսպես
Իհարկե ասեմ, որ թթվասերը օգտագործելու եմ մեր հաջորդ գործընկերոջ առաջարկից, Էլլոլա ապրանքանիշն է ներկայացնում այս համեղ կատնամթերքը, լայն տեսականի կատնամթերքի, յուրաքանչյուր կատնամթերք ինչը ցանկանում եք կարող եք ձեռք բերել Էլլոլա ապրանքանիշից, ինչպես նաև պանրի տեսականին, այն լայն տեսականին, որը յուրաքանչյուր ուտեստին շատ համապատասխան է, կարող եք գտնել բոլոր խանութներում եւ ասեմ ավելին եւ մեր հայրենակիցները դրսում բնակվելով էլի հայկական խանութները Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները հայկական խանութներից կարող են գտնել Էլլոլա ապրանքանիշը, գնել եւ իհարկե վայելել։ Ես այնքան ուրախ եմ այսօրվա մեր ուտեստը մեզ ապահովեցին, այսպես ասած, մեր գործընկերները եւ հետաքրքիր այսպես գործընկերություն իրար մեջ ստացվեց, երկու գործընկեր այսպես համադրեցին այսօրվա մեր ուտեստը եւ Էլլոլան եւ Իջևանի գինուգործարանը այսպես կարողացան մեզ տրամադրել այս համեղ ուտեստը։ Այսպես եւ հիմա կարող ենք ավելացնել նաեւ հավի կրծքամիսը։ Հահա, լավ խառնենք։ Մի փոքր ես առաջարկում եմ էլի գինի ավելացնենք, մի փոքր հյութեղ դարձնենք այն։ Եվ հիմա պետք է արդեն լցնենք ամանների մեջ եւ տեղափոխենք ջեռոց։ Իսկ դրա համար մեզ պետք է հատուկ սպասք ժուլիենի համար նախատեսված եւ այդ սպասքը մեզ ապահովելու է մեր մյուս գործընկերը։ Այսպիսի համահունչ համադրություն դեռ երևի թե այս ընթացքում չէր ստացվել։ Այսօր այս ուտեստը ասես ապահովեց այդ բոլորը։ Ահա, սա տեղափոխում եմ մի կողմի վրա, սիրելիներս, մի փոքր էստեղ դասավորեմ եւ անցնենք առաջ, այսպես, մեզ պետք են հատուկ ամաններ ժուլիենի համար, ինչպես նշեցի, բերում եմ ամանները, սիրելիներս, իսկ ամանները մեզ իհարկե ապահովում է մեր մյուս գործընկերը, Տրամոնտինա բրազիլական ֆիրման, որը ունի շատ լայն տեսականի խոհանոցային պարագաների, շատ մեծ են այդ տեսականին, թե սպասք, թե անհրաժեշտ բոլոր խոհանոցային պարագաները, գդալներ, դանակներ, պատարագաղներ, կաթսաներ, թավաներ, տախտակներ, ինչ որ ձեր սիրտը կամենա։ Ինչ որ ձեզ պետք է, նաև շատ հարմար է պրոֆեսիոնալ ուրեմն խոհանոցներին, մասնագետներին, շեֆ խոհարարներին շատ կօգնի այս ուրեմն ֆիրման։ Հիմա ասեմ ինչ ենք անում, այսպիսի գեղեցիկ ամանիկներ ժուլիենի համար նախատեսված։ Եվ ունեմ 2 հատ կերամիկական տարբերակը։ Հիմա մենք պետք է լցոնենք այս ամանների մեջ մեր այսօրվա ուտեստը։ Այս գդալը երևի թե առայժմ մեզ պետք չէ, ես թողնեմ մի կողմի վրա, թեկուզ այստեղ, և անցնենք առաջ։ Այս ամանների մեջ լցնում ենք մեր շատ համեղ հավի կրծքամիսը, սունկը, թթվասերը, որը համեմված է գինովի միջայլոց։ Եվ սա լինելու է շատ անհատական մատուցում, սիրելիներս, այսպիսի ամանիկներով էլ հենց մատուցելու ենք մեր օրվա ուտեստը։ Ես փորձեմ շատ արագ լցնել այս բոլոր բաղադրիչները, խորհուրդ եմ տալիս սիրելիներս չզլանալ, գնել այս բոլոր բաղադրիչները եւ իհարկե պատրաստել։ Ես ջեռոցը արդեն տաքացրել եմ, ինչպես միշտ 180 աստիճանի տակ է։
Քանի որ բոլոր բաղադրիչները եփված են, շատ ժամանակ չի խլելու մեզնից այս ուտեստը պատրաստվելու առումով, մեզ միայն պետք է որ ուրեմն պանիրը հալչի, այսպես ասած։ Յուրաքանչյուր ամանիկի մեջ ավելացնում ենք նաև պանիր, ինչու որ թող պանիրը առատ լինի, որպեսզի շատ ճոխ լինի։ Այսպես շատ հետաքրքիր եւ համեղ է ստացվելու եւ իհարկե ես բերեմ թավան հիմա շատ արագ կփորձեմ այս երկուսն էլ դասավորել այսպես տեղափոխելու ենք մեր ուրեմն ուտեստը ջեռոց այս երկու ամանիկն էլ պատրաստ եմ ու գնանք դեպի ջեռոց Ես ավարտում եմ, վերջինը և վերջ։ Ահա սիրելիներս, մնացած հատվածն էլ էլի ինչ-որ կերպ կդասավորեմ, ես վերջում կմատուցենք և միասին կվայելենք։ Ահա գնացինք ջեռոց սիրելիներս, դուք մնացեք մեզ հետ, ահա տեսեք ինչ տեսք ունի, դուք մնացեք մեզ հետ, քիչ հետո էլի միասին ենք կհանդիպենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և տեղափոխվում ենք թատեր աշխարհ։ Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 28-ին Կոմիտասի թանգարանում մեծ պրեմիերա է լինելու Մնչեղաղի պետական թատրոնի կողմից։ Կոմիտաս «Ես էլ ես եմ»։ Կոմիտասի աշխարհը խոսքի, երաժշտության և պարի լեզվով։ Այն ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կյանքի 6 փուլերը տեքստի, երաժշտության, շարժման և վիզուալ պատկերների միջոցով։ Այս առիթով մեր տաղավարում այսօր հյուրեր ունենք և սիրով հյուրընկալել ենք Կոմիտասի դերակատար և խորեոգրաֆ Կարեն Խաչատրյանին և դերասան Մինաս Ասրյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք առասարակ առավոտյան մարդիկ եք։ Ոչ։ Ես մի պահ արդեն գործի բերումը մի քիչ չէ, բայց հիմնականում հա։ Հասկացա։ Շատ պատասխանատու գործ եք ստանձնել, Կոմիտաս վարդապետին անդրադառնալ և մի քիչ պատմենք իդեան ումներ, առաջարկները ումն էին և Մինասը ոնց միացավ թիմին։ Երաժշտությունը Մարտին Ուլիխանյան, որը 50 րոպեանոց անռելի զանգակատնից ոգեշնչված գրել է 50 րոպեանոց գործ, որից հետո դիմեց Արսենին, եղբորս Արսենին Խաչատրյան, որպեսզի վիզուալ տեսքով, ներկայացման տեսքով կյանքի բերվի ու տենց բավական երկար եւ դժվար ասելով շատ մեծ ճանապարհ անցավ, բայց վերջի ամեն ինչ բարեհաջող ավարտվեց ու սկսեցինք բեմադրությունը։ Հիմնականում ներկայացումը լինելու է ոչ թե ավելի շատ ներկայացում գեղեցիկ, ավելի Կոմիտասի հենց բուն էության եսի մարդկանց պարզ եւ բաց առանց ոչ մի պաթոսի ներկայացնելու համար։ Շատ հետաքրքիր գործ է, որը կլարնետի, դասական կլարնետի եւ դաշնամուրի համար գրված շատ զուսպ եւ գեղեցիկ գործ է։ Առանց պաթոսին ինձ այնքան դուր եկա։ Հա, չէ, պաթոսը առաջի ռեժիսորի բանն է եղել, որ պաթոս չլինի ընդհանրապես։ Ու դա մեզ ոգեշնչել է։ Ու այդքանից հետո միացա ես։ Առաջարկը ումից եղավ, ինչպես։ Առաջարկը եղավ Արսենից Խաչատրյան, ռեժիսորից։ Իմ կերպարից երևի մի քիչ խոսեմ, իմ կերպարը ավելի շատ հետազոտող, հետևորդ կերպար է, ով որ հետևում է իրադարձություններին Կոմիտասի կյանքում տեղի ունեցած։ Ես ավելի շատ պատմում եմ իր, այսինքն կարդում եմ իր նամակները, բանաստեղծությունները, նաև Սևակից կա 2 բանաստեղծություն, որը որ հենց Կոմիտասին է նվիրված։ Այդպես Արսենը արեց առաջարկը, ներկայացումը երաժշտական դրամա է, այսինքն բեմում լինելու են նաև Մարտին Ուլիխանյան, հեղինակը երաժշտության եւ Լիլիթ Զաքարյան, դաշնակահարուհի, Մանվելը Խաչատրյան տնօրենն է թատրոնի, մեզ ափսոս այսօր չկարողացավ միանալ։ Ողջունենք այո հեռուստաէկրաններից։ Բարև ենք Մավին։ Բարև ենք Մավին։
Իսկ կար ինչ-որ բան, որ նոր ծանոթացաք վարդապետի կյանքից, այսինքն մինչև այս ոչ միտեղ չէիք հանդիպել։ Ինձ համար կար, հա, բավական կար, այսինքն իր գրված բանաստեղծությունները։ Ես նամակներից մի քիչ տեղյակ էի Հովհաննես Թումանյանի հետ գրված նամակագրություններից, որոնք որ ինձ համար շատ հետաքրքիր էին նրանով, որ իրանք շատ կենցաղային զրույցներ էին, այսինքն նույնիսկ տեքստի մեջ կա աղբերս, այդպես են գրվել իրար հետ։ Ու այդ շատ հետաքրքիր էր, որ ինքը մենք միշտ սովորենք իրան տեսնել մի տեսակ sense ամպերի մեջ կերպարում, չէ, հոգևորական, տառապող, բայց ինքը լուսավոր եւ ուրախ մարդ է եղել ու նույնիսկ այդ բանաստեղծությունների մեջ կատակներ ունի, որ թլիկ է խոսում, այսինքն գրում է մեկին ինչ թլիկությամբ չալը չոլում չոլանա, ինչ որ էս տիպի բալև ձեզ բալև ձեզ ու շատ հետաքրքիր էր այդպիսի այդ կողմից այդ տեսանկյունից տեսնել Կոմիտասին էլի պատկերացնել թե ինչպիսի կյանք ա ունեցել ինքը մի պասից բա լինում ասում ես եթե Կոմիտասը լիներ ինչ ձևի կարելի էր իր հետ շփվել խորհուրդներով որտեղ ինքն էր բաց ինչ ինֆորմացիա ուներ կիսվում էր անխնա այսինքն դասավանդում է երեխաներին իր երկրի համար, երաժշտության համար անդադ ինձ տալիս էր կիսում էր ու հետաքրքիր էր որ հիմա եթե առօրյայում լիներ Կոմիտասը եթե իրան մոտենայինք ինքը ասենց չէր քայլելու ասես լուրջ ասել բարև տղա ջան անցիր նստիր այնտեղ իսկ ես երկու խելացի շատ sense մեր նման բաց կատակային երևույթ կերպար մարդ ա եղել ուրախ մարդ է հա այդ որ այդ վերջի փուլը իր կյանքում իմ համար այդ ճյուրիմացությունն ա որ ազգը տենց է իրան ճանաչում հոգեկան խանգարումներ չէ ինչ որ մեկի երեխայի մատը փուշ ա մտնում ինձ թվում է Կոմիտասի օրն ան գնում Հայաստանում պատկերացնում եք Կոմիտասի այդքան ինֆորմացիա մարսելու խնդիր ա ունեցել իմ կարծիքով այդ իմ անձնական կարծիքն է հա հոգեպես մի քիչ բայց դա չի կարևոր հասկանում եք որտեղ ինքն էս մեծ ժառանգությունը թողել եւ որպես մարդ, որպես երաժիշտ, որպես դասավանդող, որպես մանկավարժ այդ թողած այդ լույս հետաքրքիր բանը որ մեր ազգին խորհրդանշող վիշտը վշտաս միշտ վիշտ կգա այսինքն ինչքան լացես այնքան լաց կբերի դրա համար ավելի լավ է լացես չխոսենք խոսենք իր լուսավոր կողմերից իսկ ցած վիզուալ մինչև այսօր իրան նմանացրել են կամ այդ հա թրաշի մի քիչ մազերի քչության հետ կապված բայց իմ կյանքում ես շատ տարբեր կերպարներ եմ ունեցել հա մի տեսակ նմանություն կա բայց այդ նմանությունը զուտ ֆիլմերում են տենց ասում պերսոնաժները կան չէ օրինակ Լեոնի պերսոնաժը որտեղ այդ մարդիկ ուրիշ պերսոնաժ որոշակի պերսոնաժային նմանություն կա նո հոգևոր արժեքների մեջ է շատ բաներ եմ տեսնում նո գիտելիքի առումով ինքն իր կյանքն ունեցել ես էլ իմը կունենամ բայց ինձ թվում է լավ շատ հրաշալի մի հատ լուսավոր կերպար է եւ եղել այդ դրա վրա են կենտրոնացած էլի ռեժիսորը այդ շեշտը դրել է դրա վրա մնջախաղի ձևը տարբերակը բարդացնում է կամ գուցե ավելի էմոցիաների առումով սիրուն է ներկայացնում կամ ավելի ճիշտ է ներկայացնում ոնց կմեկնաբանեք մին ասա երկու բառով ասի կողքից հետո ես կավելացնեմ ինչ կարծիք ես ես քանի որ մնջախաղի թատրոնի այսինքն ուսանողական տարիներում եմ կապ ունեցել մնջախաղի հետ այնքանով որ ունեցել ենք այդ դասաժամը այստեղ ես նույնպես չունեմ կապ մնջախաղի հետ այսինքն իմը խոսքի վրա է այդ նույն որ ասեցի բանաստեղծություններ, նամակագրություններ դե հա դուք կարդում եք հա ու բայց երբ կողքից նայում եք ձեզ ավելի էմոցիաները շատ արագ են հասնում կամ ճիշտ են հասնում թե տարբերություն չկա դե մնջախաղը ավելի ինտերնացիոնալ ճյուղ է թատերական իմ կարծիքով ավելի լայն հանդիսատեսի համար է այսինքն լեզուն կապ չունի այս դեպքում ես երևի փոխանցեմ քեզ խոսքը մնջախաղը ընդհանուր շարժումը եթե դուք ֆիլմ նայեք Կոմիտասի մասին դուք տեսնեք Կոմիտասի բնական շարժուձևը եւ ֆորմաները այստեղ շարժման միջոցով երբ որ ներկայացնում ես ինքը քեզ թույլ է տալիս ավելի մեծ հնարավորություններ է տալիս որպեսզի ավելի խորը իր հոգեվոր արժեքներին դիպչել
ցույց տալով հենց Փարիզի բուն իմաստով իր խելագարվելու հենց իբր կամ ինչ որ տեղ անհանգստանալու, միտեղ ուրախանալու ֆորմաների երաժշտության, խոսքի եւ վիզուալ էֆեկտների շնորհիվ ոնց որ ընդհանուր էսթետիկ հետաքրքիր պատմության հնարավորություն է տալիս, որտեղ կա շարժում, կա խոսք, կա երաժշտություն եւ կա վիզուալ, դա նշանակում է մի քանի գործոններ, եթե կպնում են միտեղ, ինքը ավելի մեծ ազդեցություն է թողում։ Երաժշտություն լսել եւ նաեւ հետո տեսնել ինչ որ մի բանի երաժշտության տակ, հետո լսել, հա, հետո խոսք լսել, հետո մի հատ էլ վիզուալիզացիա, ինքը sense ոնց որ քո ներքնաշխարհի մեջ կապեր է ստեղծում, դու ավելի sense հագեցած երգիչների մեջ օրինակ կարող ենք բերել Մայքլ Ջեքսոնը, եթե միայն երգեր, ու կլիներ շատ լավ հետաքրքիր ձայնով մարդ, երգիչ, բոլորս կսիրենք, բայց երբ որ ինքը շարժվեց, ամեն ինչ ոնց որ ավելի կրկնապատկվեց։ Մինասն էլ է շարժվում բերում, քիչ, շատ համեստ, որտեղ որ պետք է, բայց որոշակի մինիմալ գործողություններ ունի։ Միտեղ իր այցելող իր մոտ այցելող իր վերջի օրերին ընկերներից մեկը, ու այդպես անուններ չկա, հստակ, հա ինչ որ միտեղ ինքը արդեն իր հոգի վիճակի հետ կապված որոշակի գործողություններ է կատարում։ Միտեղ հիվանդապահ, այո, շատ հետաքրքիր, այդպես համեստ, բայց գործողություն ունի, այո։ Առաջի քայլերը կլինի, ինձ թվում է ես անգամ ամենաշատ սկսել է շարժը։ Քիչ-քիչ։ Կոմիտաս վարդապետի կյանքի 6 փուլերն են ներկայացված, մի քիչ պատմենք այս փուլերի մասին։ Եկեք այդ 6 փուլերի հետ մի քիչ ինձ արագ անցնենք, որպեսզի շատ եւ հետո մարդիկ որպեսզի գան նայեն, դա ավելի ինքը ծնվեց, մայրը մահացավ, հայրը մահացավ, հետո որբության տարիները իր հետո իրան ընտրեցին որբերի միջից միակ որբներ, որին գնաց էջմիածին, սա այդ պատմություններից հետո գալիս է մի բան, որ վարժարան ու տես գալիս է իր փուլը կյանքի, որտեղ ինքը արդեն ստեղծագործություն հետո սկսեց խազերին ծանոթանալ նոտաների հայկական, ուսումնասիրել, հետո արդեն կամաց մաքրել, տենց գնում արդեն Գերմանիայի իր փուլը, հետո այդ խառը իր վիճակները, ու սենց ու այդ 6 փուլերը անցնում է։ Հիմա խորհրդանշական է ինչ որ 6 աստվածային թիվը, բոլորը գիտեն սատանայական թիվը, բայց որոշակի ցենց հետաքրքիր, հոգևոր հետաքրքիր, չնայած փորձերը շատ սենց անցնում, որտեղ լարվածություններ բավականին ինտենսիվ, կարող է միտեղ բորբոքվեն, կարող է միտեղ բան, բայց ոնց որ գիտեք ինչ շատ տարբեր ու շատ բան մարդիկ են հավաքվել ինդիվիդուալ, բոլորը ունեն իրանց որոշակի փորձառությունը, ուստեղ այդ 3 փորձառությունը կպցնել ու մի հատ գործարկել հետաքրքիր մի հատ կյանքի փորձա, որը միայն կոմիտասն է, որ անդադ հիշեցնում է մեզ ինչով ենք զբաղվում, ինչի համար ենք անում, հանուն ինչի ինչ որ մեկ բանի դեմ չէ ենք անում, մենք անում ենք հանուն այդ մարդու լուսավոր փուլերի կյանքի, որ մենք բոլորս ունենք այդ փուլերը։ Մենք բոլորս, այսինքն ես ունեմ ամեն մի, ոնց ասեմ, դանիներ ռուսերեն տվյալները, իմ կարող է պլաստիկայի մեջ լինեմ, Կոմիտաս չեմ ասում, Կոմիտասի ճանապարհին համարժեք ազգին հայրենիքին չասեմ, ընկերներին, ծնողներին, բոլորին օգտակար մարդ, ոչ թե վատնող ժամանակ անընդմեջ վատնում ես։ Հետո չմոռանանք, որ ռեժիսորի ինտերպրետացիան շատ այստեղ կարևոր դեր ունի, իր պատկերացումը այդ ինչի մասին, այսինքն մեր ներկայացման մեջ չի խոսվում Կոմիտասի ավելի շատ տառապող կերպարի մասին, այլ խոսվում է իր ապրող կերպարի մասին, ստեղծագործող կերպարի մասին։ Այս ամբողջ ընթացքում ինչ դուք պատմում եք եւ խոսում եք ներկայացման մասին, ես փորձում եի վիզուալիզացնել եւ շատ ներդաշնակության զգացողություն էր գալիս, որ ոնց որ ամբողջական լինի ամեն ինչ ներկայացումը։ Հիմա քանի որ մեր ժամանակը սպառվում է, առաջարկում եթե կան մարդիկ, ովքեր աշխատում են ներկայացման վրա, բայց չենք նշել անուններ, բոլորին նշենք եւ մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտի 28-ին Կոմիտասի թանգարանում կարող են ականատեսը լինել այս մեծ պրեմիերային։ Մեր ռեկվիզիտների եւ հագուստների հետ կապված փոքր դետալների, որը շատ կարևոր նկարչուհի, հա, շատ տարբեր նկարչությունը զբաղվում է Ալինան Ալեքսանյան, ում չմոռանանք էլի։
Ով կանես, չեմ, նշել եք, ռեժիսոր նշել եք։ Ռեժիսորը Արսեն Նախաչատրյան, տնօրենը Մամվել Նախաչատրյան, այո։ Հա, եւ կա PR-ով զբաղվող մեր աղջիկ ունենք, այնտեղ կա ռեժիսորի օգնական, դեռ ռեկվիզիտները տեղափոխելը մենք եւ նաեւ այդ շտատ ունենք։ Մենք դա ենք անում, այսինքն այստեղ ոչ մի ինչ որ հա, բարդ է որ այդ բոլորը շատ մեր վրա մի քիչ շատ է բան, լուսային էֆեկտները Արամն անում, Աղաջանյան բան տեխնիկային թատրոնի լավագույն, Հայաստանում լավագույն լուսային ռեժիսոր, շատ լավ ընկեր, նենց մարդիկ են հավաքված, չեք հավատում, չեք հավատա 100%, որովհետև տենց բան ոնց որ իմ կյանքում հազարից մեկ ալում, լուսավոր, հետաքրքիր, շատ տենց բարի, որ ասենք Կոմիտասը կցանկանար իրանց հետ շփվել ու ես ուզում եմ որ մենք բոլորս գիտակցենք որ մենք տենց պետք է լինենք, որ մեր Հայաստանը ինչ մինչով փոխվի, բոլորս ուզում ենք դիմացինը փոխվի, բայց երբ որ դու փոխվեցիր, դիմացինը կփոխվի։ Պետք է սկսել ինքդ քեզնից, այո, եթե ուզում ես փոխել աշխարհը, պետք է սկսես ինքդ քեզնից։ Սա դաստիարակում են բոլորը։ Մարտի 28-ին պրեմիերայից հետո արդեն կարող եք մեր գործընկերոջ Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Ռոզե Սափոր գինով նշել եւ տոնել ձեր պրեմիերան, սիրով նվիրում են։ Անպայման մենք ուզում ենք գնանք հանգստանանք։ Եվ իհարկե Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը միայն խոհանոցում առաջարկում եմ օգտագործեք, թեթևացնի խոհանոցային գործը։ Լավ, գինին ինձ տանակը քեզ։ Մեծ հաջողություն եմ մաղթում ներկայացմանը եւ ձեզ եւ շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, ահա ավարտեցի իմ աշխատանքը, տեսեք սեղան եմ պատրաստել, բոլոր հարմար այն սպասքի առումով Տրամոնտինայի կողմից առաջադրվող եւ այսպես ներկայացվող շատ գեղեցիկ փայտե իրերը ես արդեն պատրաստել եմ, որպեսզի մատուցեմ մեր ամենահամեղ ուտելիքը, այսօր ժուլիեն պատրաստեցինք, ահա այսպիսի գեղեցիկ մատուցմամբ կարող եք հրամցնել ձեր հարազատներին, ահա ես ուզում եմ յուրաքանչյուր տախտակի վրա տեղադրել համապատասխան ուրեմն ամանիկը, որը ավելի գեղեցիկ կլինի բնականաբար, ահա այս մեծ տարբերակով, քանի որ տաք է սիրելիներս պետք է բռնիչով աշխատեմ, ներող կլինեք իհարկե, ահա սա այս տարբերակը եւ իհարկե սա էլ այստեղ կարող է գնալ, կարող ենք սա պարզապես որպես մատուցարան, այսպես, այո, ահա խնդրեմ, շատ գեղեցիկ է ինձ թվում է, այստեղ ունենք նաև պահքային տոլման, որը երեկ ենք պատրաստել եւ այսօր կճաշակենք, ահա այսպիսի համեղ, քիչ բաղադրիչներով, բայց շատ օգտակար եւ ընտիր ուտեստներ, թե պահքային, թե ոչ պահքային, դուք էլ պատրաստեք, վայելեք, ձեզ բարեախորժակ եմ մաղթում, ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում, լավ նայեք ձեզ ու կհանդիպենք։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում, սիրելի Ադրինա, շնորհակալություն կրկին շատ գեղեցիկ, շատ էսթետ եւ վստահ եմ նաեւ շատ համեղ ուտեստի բաղադրատոմս առաջարկելու համար, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ, որպեսզի անպայման գրի առնեք բաղադրատոմսը եւ պատրաստեք ձեր սիրելի մարդկանց համար։ Եվ կողքին իհարկե չմոռանաք Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող անմահական գինին, որը իդեալական կհամադրվի այս ուտեստի հետ եւ իհարկե Իջևանի գինու գործարանը առաջարկում է նաեւ պահածոների եւ հյութերի լայն տեսականի, հյութերը կարող եք նաեւ նկատի ունենալ կրկին այս ուտեստի հետ։ Դե իսկ առավոտը առաջարկում եմ անպայման կատնամթերք օգտագործելով սկսել, անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Դե իսկ բրազիլական Տրամոնտինա բրենդը, որը հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար, հասանելի է նաեւ հայ սպառողին։ Լավագույն սուպերմարկետներում կարող եք գտնել ամբողջ ապրանքատեսականին, որը վստահաբար կթեթևացնի եւ հաճելի կդարձնի ձեր խոհանոցային ընթացքը։ Դե իսկ ձեր լավագույն առիթները կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ ոչ ային եւ առանձնահատուկ կլինեք
Դավնի խանութսրահի հետ միասին այս Estet խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Կարող եք այցելել եւ ծանոթանալ ամբողջ նոր Գարնանային տեսականուն, որովհետեւ 2 խանութսրահներում էլ արդեն ներկայացված է։ Դե իսկ ձեր սրտի խոսքերը կարող եք արևբացիկների միջոցով հասցնել ձեր սիրելիներին, այդ բացիկները կխոսեն ձեր փոխարեն։ Վերջում շատ մեծ շնորհակալություն ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, կրկին առաջին ծրագիրը նախընտրելու համար եւ շնորհակալություն մեր ամբողջ մեծ թիմին, մեր անխափան եթերը այս առավոտ կրկին ապահովելու համար։ Վերջում չմոռանամ նշել, որ այս ամենը պատրաստված էր մեծ սիրով։